Վերջին տարիների ամենահզոր ձմեռային փոթորիկից առաջ ԱՄՆ-ում վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում։ Սպասվող փոթորիկը ձգվում է ավելի քան 3200 կիլոմետր Արիզոնայի սահմանից մինչև Նյու Յորք։ Ազգային օդանավության ծառայությունը տագնապ է հնչեցրել, նշելով, որ 132 միլիոն մարդ գտնվում է ձմեռային եղանակային զգուշացումների ներքո։ Առնվազն 12 նահանգում արդեն իսկ հայտարարվել է արտակարգ դրություն։ Ահռելի ցիկլոնը կսկսվի Թեքսասից ու Օքլահոմայից։ Շաբաթ օրը տեղումները կհասնեն Նյու Մեքսիկոյից մինչև Վիրջինիա, իսկ կիրակի առավոտյունը կպատի երկրի հյուսիս-արևելքը, ներառյալ Նյու Յորքն ու Բոստոնը։ Միջատլանտյան տարածաշրջանում սառցակալումը կշարունակվի մի քանի օր, իսկ փոթորիկը կնահանջի միայն երկուշաբթի կեսօրին։ Սառնամանիքը կհասնի կրիտիկական մակարդակի լուրջ սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքի համար։ Միջին արևմուտքում և մեծ լճերի տարածաշրջանում քամու պատճառով ջերմաստիճանը կլինի 45-ից 50 աստիճան 0-ից ցածր, նույնիսկ տաք Թեքսասում և ծոցի ափամերձ նահանգներում ջերմաստիճանի սյունը կտրուկ կիջնի։ Բոլոր խոշոր մեգապոլիսներում Դալասից մինչև Նյու Յորք հայտնվելու են այս կործանարար ձմեռային փոթորիկի ճիրաններում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ ԱՄՆ-ն հիմնեց իր սեփական խաղաղության խորհուրդը, ինչու էին բացակայում գլխավոր դաշնակիցները։ Ոչ թե հող է ուզում, այլ սառույցի կտոր։ Թրամփը գտել է Գրենլանդիային անվճար տիրանալու բանաձևը։ Միլիարդներ խցանումների դեմ Լոս Անջելեսում որոշվում է աշխարհի ամենաթանկ մետրոյի ճակատագիրը։ Հարուստները ևս ապահով չեն։ Զինված հարձակումներ Լոս Անջելեսի շքեղ թաղամասերում։ Մահացու օրագիր։ Գլենդելի հրշեջը կասկածվում է կնոջ սպանության մեջ։ Մահվան սպառնալիքներ 4-ամյա աղջնակին, պատճառը անսպասելի է։ TikTok-ը փրկվեց, Թրամփն ու Չինաստանը վերջապես լեզու գտան։ Իսկ ԱՀԿ-ն ու Թրամփը լեզու չգտան։ Վաշինգտոնը լքեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կոնգրեսը փողի հարցերը լուծեց, որքան ժամանակով հետաձգվեց հերթական շաթդաունը։ Վաղկոտի դատարկաբանություն։ Վենսը Մինեապոլիսին խաղաղության բանաձև է առաջարկում։ Ոչ խաղաղասիրական ակտ 5-ամյա փոքրիկի ձերբակալության աղմկոտ մանրամասները Մինեսոտայից։ ԱՄՆ քաղաքներում սպանությունների թիվը ռեկորդային նվազել է։ Արդյոք սա Թրամփի թե դեմոկրատների հաղթանակն է։ Չիկագոյի բնակիչը հաղթեց Թրամփի վարչակազմին։ Անակնկալներ Օսկարի մրցանակաբաշխությանն ընդառաջ։ Այս ամենի հետ այսօր հասցնելու ենք պատմել նաև ԱՄՆ նահանգներից մեկի մասին։ Հերթական կանգառը Վաշինգտոնն է լինելու։ Մանրամասները կդիտեք այս թողարկման երկրորդ մասում։ Մինչև այդ պարզապես հիշենք, որ Վաշինգտոն նահանգն ու մայրաքաղաք Վաշինգտոնը գտնվում են ԱՄՆ հակադիր կողմերում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով, ձեր աջակցությունը, ինչպես միշտ, մեզ ոգևորում և ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Եվ այսպես, ԱՄՆ-ն կարող է ունենալ սեփական, այսպես ասած, ՄԱԿ-ը։ Դավոսում Թրամփը հանդիսավոր ներկայացրեց իր նորաստեղծ խաղաղության խորհուրդը։ Նախագահը վստահ է, որ այս նոր կառույցը իզորու է մրցել ՄԱԿ-ի հետ, քանի որ բոլորը ցանկանում են դրա մասը դառնալ։ Չնայած Սպիտակ տան լավատեսությանը, շատ դաշնակիցներ դեռ թերհավատ են մոտենում այս նախաձեռնությանը, վախենալով հենց Թրամփի անկանխատեսելիությունից։ Առաջին հանդիպմանը ներկա էին 19 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից, Ադրբեջանից և Հունգարիայից, սակայն Ֆրանսիան և Նորվեգիան հրաժարվեցին միանալ։ Կանադայի վարչապետի հետ ունեցած հրապարակային վեճից հետո Թրամփը պաշտոնապես չեղարկեց նրա հրավերը։ Նախագահը հույս ունի, որ մոտ ապագայում մասնակից պետությունների թիվը կգերազանցի 50-ը, երբ եվրոպական մյուս երկրները կողմնորոշվեն։ Խորհրդի կանոնադրությունը դեռևս գաղտնի է պահվում, սակայն Թրամփը արդեն ակնարկել է ՑՄԱ նախագահության
կազմակերպության հնարավորության մասին։ Ռուսաստանի կողմից $1 միլիարդ հնարավոր նվիրատվության վերաբերյալ նախագահը դրական արձագանքեց։ Այս հայտարարությունը որոշակի լարվածություն առաջացրեց եվրոպացի գործընկերների շրջանում, ովքեր մտահոգ են Վլադիմիր Պուտինի հնարավոր ներգրավվածությամբ։ Մասկը կրկին չի դիմացել Թրամփին խայթելու գայթակղությանը։ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ միլիարդատերը իր ելույթում անդրադարձել է նախկին թիմակցի Թրամփի առաջարկած խաղաղության խորհրդին։ Աշխարհի ամենահարուստ մարդը կատակել է վարպետորեն խաղալով անգլերեն «peace» կտոր և «peace» խաղաղություն բառերի նմանության վրա։ Արդյոք Թրամփի նախաձեռնությունը վերաբերում է իրական հաշտությանը, թե պարզապես աշխարհից ևս մեկ կտոր ստանալուն։ Մասկի այս սրամիտ դիտարկումը Դավոսի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։ Դա պարզապես զվարճալի բառախաղ չէր, այլ աշխարհաքաղաքական բարդ իրականության արտացոլում, նշել են համաժողովի մասնակիցները։ Հակառակ իր իսկ կատակներին Մասկը ընդգծել է, թե բարձր է գնահատում ցանկացած ջանք, որը կարող է դադարեցնել արյունալի հակամարտությունները։ Թրամփի թիմը առայժմ պաշտոնապես չի արձագանքել Մասկի երկիմաստ կատակներին։ Չեք ուզում վաճառել, տվեք ձրի։ Թրամփը Դավոսում բանակցություններ է սկսել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը ընդլայնելու շուրջ։ ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարեց ապագա գործարքի շրջանակի մասին, ինչը թույլ կտա խուսափել եվրոպական երկրների դեմ պատժամիջոցներից։ Գործարքի առանցքում Արկտիկայում անվտանգության ամրապնդումն է և ոսկե գմբեթ հակահրթիռային համակարգի տեղակայումը։ Չնայած Դանիան պնդում է, որ իր ինքնիշխանությունը սակարկելի չէ, Թրամփը վստահ է հաջողության հարցում։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է լիակատար հասանելիության, որպեսզի Գրենլանդիայում տեղադրի այն ամենը, ինչը անհրաժեշտ է թե ազգային, թե միջազգային անվտանգության համար։ Խորհրդականները համոզել են Թրամփին հրաժարվել ուժային սցենարներից, քանի որ դա կկործանի դաշնակցային հարաբերությունները։ Արդյունքում ԱՄՆ-ն կստանա ռազմական բազաները ընդլայնելու հնարավորություն, առանց կղզին գնելու համար պահանջվող $700 միլիարդ վճարելու։ Մի քանի լուր Լոս Անջելեսյան անցուդարձից։ Լոս Անջելեսի մետրոպոլիտենի խորհուրդը քննարկում է բազմամիլիարդանոց տրանսպորտային նախագիծը, որը կարող է հեղափոխել քաղաքի երթևեկությունը։ Սեպուլվեդա միջանցքի այս ծրագիրը նպատակ ունի վերջնականապես լուծել 405 մայրուղու հայտնի խցանումների հարցը, որոնք տարիներ շարունակ տանջում են վարորդներին։ Նախագիծը նախատեսում է կապել Սան Ֆերնանդո հովիտը Լոս Անջելեսի Վեսթ Սայդ թաղամասի հետ։ Ընտրությունը կատարվելու է ծանր մետրոյի և մոնորելսի միջև, ինչը զգալիորեն կկրճատի ճամփորդության ժամանակը։ Մասնագետների կարծիքով նոր գիծը կդառնա Կալիֆոռնիա նահանգի ամենաարդյունավետ տրանսպորտային զարկերակներից մեկը, սպասարկելով օրական հազարավոր ուղևորների և նվազեցնելով մեքենաների հոսքը մայրուղիներում։ Ծրագրի արժեքը գնահատվում է 13-ից մինչև $20 միլիարդ, ինչը լուրջ քննարկումների առիթ է տվել տեղական համայնքներում։ Եթե նախագիծը հաստատվի, այն կդառնա ամենամեծ ենթակառուցվածքային ներդրումը Լոս Անջելեսի պատմության մեջ։ Լոս Անջելեսում ակտիվորեն հետաքննում են իրար հաջորդած երկու զինված կողոպուտներ, որոնք տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի ամենաապահով ու հարուստ թաղամասերում։ Հայտնի է առևտրի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է մի կնոջ վրա, գետնին է տապալել և հափշտակել նրա Լուի Վիթտոն տեսակի թանկարժեք պայուսակը։ Ընդամենը 2 ժամ անց մոտ 10 մղոն հեռավորության վրա գտնվող West Lake Village թաղամասում արձանագրվել է երկրորդ վտանգավոր հարձակումը։ Նույն արտաքին նկարագրությամբ կասկածյալը զենք է ուղղել մեկ այլ կնոջ վրա, փորձելով իրականացնել զինված ավտոառևանգում։ Չնայած սպառնալից իրավիճակին, հանցագործը փախել է դեպքի վայրից առանց մեքենային տիրանալու կամ տուժողի որևէ ֆիզիկական վնաս հասցնելու։ Նմանատիպ հարձակումները Լոս Անջելեսի էլիտար համայնքներում լուրջ անհանգստություն են առաջացրել բնակիչների շրջանում, ովքեր սովոր են բացարձակ անվտանգության։ Իրավապահները հորդորում են բնակիչներին լինել առավել զգոն և խուսափել մենակ զբոսնելուց, հատկապես ուշ ժամերին։ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում տեղի է ունեցել ցնցող ողբերգություն, որը սարսափեցրել է տեղի բնակիչներին։ Գլենդելի հրշեջ-ծառայության 45-ամյա աշխատակիցը ձերբակալվել է իր կնոջ սպանության կասկածանքով։ Ոստիկանությունը հայտնաբերել է կնոջ մարմինը հենց ամուսնու ահազանգի արդյունքում։
Քննիչները նշում են, որ մահվան պատճառ է դարձել բութ գործիքով հասցված հարվածը։ Կասկածյալի փաստաբանը հայտարարել է, որ ոճրագործությունը կարող էր կապված լինել Մայրայի օրագրի հետ։ Ըստ պաշտպանի, ամուսինը կարդացել է այն սպանությունից ակնթարթներ առաջ, ինչը հաստատել է մահացածի անհավատարմությունը։ Սա անսպասելի շրջադարձ է մոտ 10 տարվա ամուսինների գործում։ Հարևանները խորը շոկի մեջ են, քանի որ երբեք բռնության նշաններ չեն նկատել։ Կալիֆոռնիա նահանգի իրավապահները լիովին համագործակցում են Լոս Անջելեսի ոստիկանության հետ, պարզելու այս սարսափելի ոճրագործության բոլոր հանգամանքները։ Կալիֆոռնիայի Ռիվերսայդ քաղաքի 4-ամյա բնակչուհին դարձել է համացանցի աստղ ամերիկյան ֆուտբոլի խաղերի իր զվարճալի կանխատեսումների շնորհիվ։ Նրա հայրը տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես է աղջնակը ընտրում հաղթող թիմերին, հիմնվելով սաղավարտների գույնի կամ իր սիրելի ուտելիքի վրա։ Սակայն փլեյօֆի ժամանակ, երբ փոքրիկի կանխատեսումները չիրականացան, իրավիճակը կտրուկ շրջադարձ ստացավ։ Մոլախաղերում խոշոր գումարներ կորցրած անծանոթ մարդիկ սկսեցին մահվան սպառնալիքներ ուղարկել 4-ամյա երեխային եւ նրա ընտանիքին։ Պարզվում է, շատերը երեխայի խաղը լուրջ մասնագիտական վերլուծություն են համարել ու մեծ խաղադրույքներ կատարել։ Հակառակ հնչող սարսափելի սպառնալիքներին Դոնատելների ընտանիքը չի պատրաստվում դադարեցնել Trust the Toddler ավանդույթը։ Նրանք շեշտում են, որ տեսանյութերի հիմնական նպատակը միասին ժամանակ անցկացնելն է, այլ ոչ թե շահույթը կամ հաղթանակները։ Համացանցի ամերիկացի աստղերը կարող են շարունակել մնալ TikTok-ում։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը վերջապես կնքեցին հավելվածի փրկության գործարքը։ Թրամփի հովանավորած նորաստեղծ TikTok USDS Joint Venture LLC-ն կապահովի տվյալների անվտանգությունը, հարթակը հասանելի պահելով ավելի քան 200 միլիոն ակտիվ օգտատերերի համար։ Չինական ByteDance կպահպանի բաժնետոմսերի միայն 19.9%, իսկ վերահսկողությունը կանցնի ամերիկյան Oracle-ին եւ Կալիֆոռնիա նահանգի Silver Lake հիմնադրամին։ Ըստ հայտարարության, նոր ընկերությունը կվերապատրաստի եւ կթարմացնի բովանդակության առաջարկների ալգորիթմը ամերիկյան տվյալների հիման վրա։ Նորաստեղծ խորհրդի անդամների մեծ մասը հենց ամերիկացիներ են։ Տարիներ տևած քաղաքական լարվածությունից ու արգելքի սպառնալիքից հետո Թրամփին հաջողվեց կատարել իր խոստումը։ Նա 4 անգամ հետաձգեց ԱՄՆ-ում TikTok-ի փակման վերջնաժամկետը, հասնելով ձեռնտու փոխզիջման։ Այժմ, երբ Թրամփի աջակից Էլիսոնի ընկերությունն ունի 15% բաժնեմաս, հարթակի ամերիկյան ապագան թվում է ապահովված։ Չհաջողվեց լեզու գտնել ԱՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտեց առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Թրամփի որոշմամբ երկիրը խզեց 78-ամյա կապերը, մեղադրելով կառույցին COVID-19-ի համավարակը սխալ կառավարելու եւ քաղաքական ազդեցությանը ենթարկվելու մեջ։ Թրամփի վարչակազմը դժգոհել է նաև կազմակերպության ղեկավարի կազմում ամերիկացիների բացակայությունից։ Փորձագետները զգուշացնում են, որ սա կարող է հարվածել նոր պատվաստանյութերի մշակմանը եւ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։ ԱՄՆ-ն այլևս չի մասնակցի գրիպի եւ այլ վարակների տվյալների գլոբալ փոխանակմանը, ինչը կարող է լրջորեն վտանգել երկրի կենսաբանական անվտանգությունը։ Սպիտակ տունը ծրագրում է առողջապահական տեղեկատվությունն այսուհետ ստանալ ուղղակիորեն այլ երկրներից առանց ԱՀԿ-ի միջնորդության։ Սակայն մասնագետները կասկածում են, թե Չինաստանը կամ այլ պետություններ պատրաստական կլինեն տվյալներ տրամադրել։ Հերթական շատդաունը հետաձգվեց։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է ազգային անվտանգության դեպարտամենտի ֆինանսավորման օրինագիծը, չնայած դեմոկրատների ներքին պառակտմանը։ 220 կողմ ձայնով անցած այս փաթեթը հնարավոր դարձավ 7 չափավոր դեմոկրատների, այդ թվում Թեքսասի, Նյու Յորքի եւ Հյուսիսային Քարոլինայի ներկայացուցիչների շնորհիվ, որոնք միացան հանրապետականների։ Դա թույլ տվեց, որ Թրամփը խուսափի կես տարվա ընթացքում երկրորդ շաթդաունի իրական սպառնալիքից։ Դեմոկրատների մեծ մասը, սակայն, շարունակում է քննադատել այսին Մինեապոլիսում Ռենե Գուդի սպանության պատճառով։ Փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ այսը անվերահսկելի է եւ գործում է օրինազանց կերպով։ Նա շեշտել է, որ ծառայությունը պարզապես սառնասրտորեն սպանել է ԱՄՆ քաղաքացուն։ Քվեարկությունից հետո հանրապետականները շամպայնով են տոնել հաջողությունը։ Հանրապետականների խոսնակը նշել է, որ իրենց թիմը անցկացրել է բոլոր 12 բյուջետային օրինագծերը։ Հակառակ աղմուկին, Թրամփի վարչակազմի օրակարգը առաջ է մղվում, հաստատվելով բյուջետային նոր գործընթացը, ընդգծել է խոսնակը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Մինեապոլիս, փորձելով հանդարտեցնել այսի շուրջ ստեղծված լարված մթնոլորտը։ Նա նշել է, որ դաշնային գործակալների և բնակիչների բախումները կտրուկ կնվազեն, եթե տեղական դեմոկրատ պաշտոնյաները սկսեն սերտորեն համագործակցել Թրամփի վարչակազմի հետ։ Ըստ նրա, նպատակն է գործակալությանը դարձնել ավելի նպատակային և զերծ պահել քաղաքը քաոսից։ Փոխնախագահը այսի դեմ ակցիաներ իրականացնողների վարքագիծը որակել է որպես վախկոտի դատարկաբանություն։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը հետամուտ է լինելու բոլոր նրանց քրեական պատժին, որոնք կփորձեն հարձակվել իրավապահների վրա։ Վենսը միաժամանակ ընդգծել է, որ ներկա պահին նահանգի նկատմամբ ապստամբության մասին օրենքի կիրառման կարիք չկա։ Վենսը հույս է հայտնել, որ նահանգապետը ու քաղաքապետը կմիանան իրենց իրավիճակը շտկելու համար։ Մինչև այդ Մինեապոլիսում կշարունակի պահպանվել այսի մեծաթիվ ներկայությունը։ Այսի հերթական սխրանքը նոր քննադատության առիթ է տվել։ Մինեսոտայում 5-ամյա փոքրիկի և նրա հոր ձերբակալությունը դարձել է ներգաղթային խիստ քաղաքականության հերթական ցնցող դրվագը։ Դպրոցի ներկայացուցիչը պնդում է, որ դաշնային գործակալները փոքրիկին օգտագործել են որպես խայծ տուն ներխուժելու և ընտանիքի մյուս անդամներին գտնելու համար։ Ազգային անվտանգության դեպարտամենտը կտրականապես հերքում է մեղադրանքները, հայտարարելով, թե այսը չի թիրախավորել երեխային։ Ըստ պաշտոնական վարկածի, հայրը դիմել է փախուստի մեքենայում, թողնելով որդուն միայնակ։ Հակառակ փաստին, որ ընտանիքն ունի Ապաստանի պաշտոնական հայց, նրանց արդեն ուժով տեղափոխել են Թեքսաս նահանգում գտնվող հատուկ մշակման կենտրոն։ Տեղի կրթական համակարգի ղեկավարները նշում են, որ նմանատիպ գործողությունները տրավմա են առաջացնում ողջ համայնքում։ Վերջին շաբաթներին ևս 3 աշակերտ է ձերբակալվել, այդ թվում 10-ամյա մի աղջիկ և 17-ամյա մի պատանի։ Ծնողներն ու երեխաները այժմ վախենում են նույնիսկ դպրոցական ավտոբուսի կանգառում սպասելուց կամ դասի գնալուց, քանի որ գործակալները մշտապես շրջում են թաղամասերով և դպրոցական տարածքներով։ Անսպասելի հայտարարություն վիճակագիրներից։ Ամերիկյան խոշոր քաղաքներում սպանությունների թիվը սկսել է կտրուկ նվազել, ինչը իսկական անակնկալ էր։ 35 քաղաքներում սպանությունների մակարդակը նվազել է 21%-ով, սա վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշն է։ Դրական տեղաշարժ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, ներառյալ մեքենաների առևանգումները և խանութներից գողությունները։ Դենվերում և Վաշինգտոնում սպանությունները կրճատվել են ավելի քան 40%-ով, ինչը պատմական արդյունք է։ Քաղաքական դաշտում այժմ թեժ պայքար է գնում այս հաջողության դափնիները կիսելու համար։ Հանրապետականները պնդում են, որ Թրամփի վարչակազմի խիստ քաղաքականությունն ու Թեքսասի սահմանային սահմանափակումները տվել են իրենց պտուղները, մինչդեռ դեմոկրատ քաղաքապետերը շեշտում են իրենց տեղական բարեփոխումները։ Չիկագոյի բնակիչը հաղթեց Թրամփի վարչակազմին։ Տեղի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները նրան անմեղ ճանաչեցին սահմանապահ ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը պատվիրելու մեջ։ 37-ամյա տղամարդուն մեղադրում էին Snapchat հավելվածով իրավապահներից մեկի կյանքի համար $10,000 գլխագին խոստանալու համար։ Պաշտպանական կողմը հաջողությամբ ապացուցեց, որ սոցցանցով ուղարկված հաղորդագրությունները պարզապես անմեղ թաղային բամբասանք էին։ Փաստաբանները շեշտեցին, որ մեղադրյալի բանկային հաշվին ընդամենը մի քանի $, կար, ինչը ծիծաղելի էր դարձնում վարձու սպանության վարկածը։ Այս դատավարությունը Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող ներգաղթային քաղաքականության հերթական լուրջ փորձությունն էր։ Ուշագրավ է, որ Չիկագոյում իրականացված Midway Blitz գործողության շրջանակում հարուցված մոտ 30 քրեական գործերից կեսն արդեն իսկ տապալվել է դատարանում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակվել մեր սոցցանցերում։ Ռայան Քուգլերի հարավային գոթական վամպիրային պատմությունը մեղավորները իսկական փոթորիկ առաջացրեց Օսկարի 98-րդ մրցանակաբաշխության նախաշեմին։ Ֆիլմը առաջադրվել է ռեկորդային 16 անվանակարգում, հետ թողնելով լեգենդար Տիտանիկին և La La Land-ին, որոնք ունեցել են 14-ական հայտ։ Ֆիլմն ընդգրկված է նաև լավագույն ռեժիսուրայի, սցենարի և նորաստեղծ քասթինգի անվանակարգերում։ Հոլիվուդում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխությունը վերջնականապես ցույց կտա, թե քանի ոսկե արձանիկ տուն կտանեն Քուգլերն ու իր տաղանդավոր թիմը։ Բայց մեղավորները արդեն իսկ մտել է պատմության մեջ որպես բոլոր ժամանակների ամենաշատ նոմինացիաներում առաջադրված կինոնկար։
HBO Max-ի սենսացիոն թեժ մրցակցություն դրամայի աստղեր Հադսոն Ուիլյամսը և Քոնոր Սթորին ընտրվել են որպես Միլան Կորտինա 2026 օլիմպիական խաղերի ջահագիրներ։ Հեռուստատեսային այս սեզոնի ամենաանսպասելի հիթը պատմում է հոկեյի աստղերի գաղտնի սիրավեպի մասին։ Դերասանները կմասնակցեն ջահի փոխանցումավազքին, խորհրդանշելով սպորտի և արվեստի ներդաշնակությունը։ Քոնոր Սթորին խոստովանել է, որ HBO-ի հետ աշխատանքը երազանքի պես մի բան էր բոլորի համար։ Այժմ, երբ հեռուստաէկրանի հոկեյիստները պատրաստվում են կրել օլիմպիական ջահը, երկրպագուները մեծ անհամբերությամբ սպասում են նրանց հայտնվելուն Իտալիայի փողոցներում։ Սիրելի հետևորդներ, թողարկման այս հատվածում ես ձեզ հրաժեշտ կտամ, իսկ հաղորդումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ։ Այսօր միասին կբացահայտենք ԱՄՆ նահանգներից ևս մեկը՝ Վաշինգտոնը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում Խաղաղ օվկիանոսի ափին։ Այն ԱՄՆ-ին միացել է 1889 թվականի նոյեմբերի 11-ին, դառնալով երկրի 42-րդ նահանգը։ Կրում է Ամերիկայի առաջին նախագահի անունը և հայտնի է իր հզոր ու հարուստ պատմությամբ։ Բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ արժանացել է հավերժ կանաչ նահանգի տիտղոսին։ Վաշինգտոնը համարվում է դեմոկրատների ամրոցը։ Տնտեսական առումով այն ԱՄՆ-ի առաջատարներից է, ապահովում է երկրի ՀՆԱ-ի 3,8%-ը։ Կենսամակարդակն այստեղ բավականին բարձր է, ինչը նահանգը դարձնում է տնտեսապես ավելի կայուն։ Հիմնական ոլորտներն են ավիացիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը։ Նահանգը հռչակված է խնձորի, գինու արտադրությամբ։ Էներգիայի 80%-ը ստանում է հիդրոէլեկտրակայաններից։ Այս նահանգում են գտնվում համաշխարհային մի շարք հսկաների կենտրոնակայանները։ Microsoft-ը, Amazon-ը և Starbucks-ը սկիզբ են առել հենց այստեղ։ Նաև ավիաշինության հսկա Boeing-ը երկար տարիների հիմնական արտադրությունը կենտրոնացրել է այս տարածաշրջանում։ Վաշինգտոնում են ծնվել այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Ջիմի Հենդրիքսը և Քուրտ Քոբեյնը։ Միգրացիոն քաղաքականությունը բավականին մեղմ է։ Վաշինգտոնը հայտնի է որպես ներգաղթյալներին աջակցող նահանգ, ինչը երբեմն հակասության մեջ է մտնում Թրամփի խիստ քաղաքականության հետ։ Ի տարբերություն հանրապետական նահանգների, այստեղ ավելի շատ են սոցիալական ծրագրերը, որոնք օգնում են նորեկներին արագ ինտեգրվել և աշխատանք գտնել։ Նահանգում առանձնապես տարածված են փիքլբոլ մարզաձևը և կոնտրապարը։ Յուրահատուկ տոներից են Սկագիտ հովտի կակաչների փառատոնը, Բլումսդեյի վազքը, Քրիսմաս նավակների փառատոնը։ Վաշինգտոնում առասպելական էակ Բիգֆութին չվնասեք, վարելիս չգրկախառնվեք և ռենգենով կոշիկներ չչափեք, դրանք օրենքով արգելված են։ Անդրադառնանք Վաշինգտոնում հայկական թեմաներին։ Այս նահանգը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը դեռևս 1980-ականների վերջին, և դա վերահաստատել 2004-ին։ Հայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Սիեթլում և Բելվյուում։ Հայերը մեծ ներդրում ունեն նահանգի գիտական կյանքում, մասնավորապես բժշկության և ՏՏ ոլորտներում։ Ամփոփելով նշենք, որ Վաշինգտոնը հզոր տնտեսությամբ և հարուստ մշակույթով նահանգ է։ Այն շարունակում է մնալ ԱՄՆ-ի ամենագրավիչ վայրերից մեկը, թե զբոսաշրջիկների, թե նոր հնարավորություն փնտրողների համար։ Ամենատարածված սխալը մնում է Վաշինգտոն նահանգը մայրաքաղաք Վաշինգտոնի հետ շփոթելը, բայց ինչպես համոզվեցիք, նրանց միջև ոչ թե սար ու ձորի, այլ սարերի ու ձորերի տարբերություն կա։ Իսկ եթե լուրջ, ապա Վաշինգտոնից Վաշինգտոն հեռավորությունը շուրջ 4000 կիլոմետր է։ Հուսով եմ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, կարող եք անցնել հենց այս հղումով և ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։